Երբեմն մարդիկ խաղում են տարբեր տեսակի խաղեր, որովհետև դա իրենց համար փախուստ է իրականությունից, փախուստ իրենց դժվարություններից, իրենց խնդիրներից, իրենց ստրեսներից, տագնապներից, դեպրեսիայից, այսինքն մնալ այդ իրավիճակի մեջ, այդ լարվածության մեջ, այդ նապրյագի մեջ, ինչպես ասում են, հա, հաճախ տղաները, մնալ դրա մեջ շատ դժվար է եւ խաղալը երբեմն հենց այն միջոցն է, որով անձը կարողանում է խուսափել այդ ծանր իրականությունից եւ ամեն անգամ կարծես ավելի վատ զրոյական վիճակի է հասնում։ Այդպես ընկերներ, պիտի խնդրեմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց շուրջը ունեն նման հիվանդությամբ տառապող անձիկ, ովքեր հենց իրենք են, որ ինձ լսում են ու հասկանում են, որ իրականում ես ունեմ այս խնդիրը, այն ծնողները, որոնք նկատում են, որ իրենց երեխան է այս խնդրի մեջ, հա, որ եթե ես հեռախոսը վերցնում եմ, նա ավելի ագրեսիվ է դառնում, ավելի լարված է դառնում, հեռախոսը ես վերցնում եմ, ընդհանուր իմ երեխան կարող է գլխացավեր ունենա, սրտխառնոց ունենա, եթե մենք նկատում ենք երեխաների մոտ, հա, մասնավոր քնի խանգարում, եթե տեսնում ենք, որ արժեզրկվում է ուսումը, աշխատանքը, բոլոր տեսակի հարաբերությունները կարծես փոխարինվում են խաղերով, անձը կարծես ամեն բանի փոխարեն նախապատվությունը տալիս է խաղին։ Կապ հաստատեք մեզ հետ, զանգահարելով 095 51 44 54։ Ես վստահեցնում եմ, որ եթե մենք ժամանակին կարողանանք խոսել, աշխատել, վեր հանել այն բոլոր լուրջ խորքային խնդիրները, որոնց պատճառով անձը դիմում է խաղերին, մենք կկարողանանք կանխել հետագա կործանարար հետևանքները։ Սիրով կսպասենք ձեզ։ Եվ նաև մենք աշխատում ենք on-line մեր Սփյուռքում գտնվող հայրենակիցների հետ, այնպես որ սիրով կսպասեմ ձեզ։